Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամփոփել է պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների բարեվարկության տարրերին առնչվող ուսումնասիրությունների 2025 թվականի արդյունքները։ Ստուգումներն արվում են ամեն տարի պաշտոնյաների որոշակի խմբի համար, հասկանալու արդյոք պահպանվել են բիզնեսով զբաղվելու արգելքը կամ այլ վճարովի աշխատանքի արժեթղթերի առկայության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումները։ Իրականացվել է 364 ուսումնասիրություն։ 2025 թվականին այս ուսումնասիրության սուբյեկտ հանդիսացել են գործադիր իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես սուբյեկտային կազմի հաստատման համար հանձնաժողովը հիմքեր ընդունել Գրեկոյի կոռուպցիայի դեմ պետությունների պայքարի խմբի սահմանած շրջանակը, այսինքն Գրեկոյի կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլում ուսումնասիրվել էր տվյալ անձանց շրջանում կոռուպցիայի դեմ պրոգրեսը։ Վարչապետից մինչև փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, հանձնաժողովն ուսումնասիրել է շահերի հայտարարագրերը, հասկանալու արդյոք պաշտոնատար անձինք ունեն առևտրային կազմակերպություններում մասնակցություն կամ այն հանձնված է հավատարմագրային կառավարման, թե ոչ։ Հանձնաժողովը 3-ի առնչությամբ առևտրի խախտման կապակցությամբ վարույթ է հարուցել, վերաբերել են պաշտոնատար անձանց կողմից հավատարմագրային կառավարման պայմանի չպահպանմանը։ ՏԿ նախարարի խորհրդականը ըստ Խալափյանի առևտրային կազմակերպության բաժնեմասը ժամկետի խախտման է հանձնել հավատարմագրային կառավարման։ Մեկ այլ դեպքում վարույթ է հարուցվել վարչապետի խորհրդականի կողմից ընկերության բաժնեմասի կառավարչին ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով։ Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների արդյունքում հանձնաժողովը կայացրել է խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն, հաշվի առնելով պաշտոնյայի մասնակցության ցածր շեմը։ Պաշտոնյան ըստ Խալափյանի հաշվետու ժամանակահատվածում շահաբաժին չի ստացել։ Որոշ ժամանակ անց բաժնեմասը ամբողջությամբ օտարվել է։ Բոլոր այս տվյալները ի դեպ հրապարակված են հակակոռուպցիոն հանձնաժողովի կայքում։ Երրորդ դեպքը առնչվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականին, ով պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ կրթական հաստատությունում աշխատանք է իրականացրել, որը սակայն հանձնաժողովը գնահատել է ոչ կրթական, այսինքն գտել է, որ օրենքի իմաստով թույլատրելի համարվող աշխատանք չէ։ Միաժամանակ պաշտոնատար անձի լիազորությունները վարորդային գործընթացների շրջանակներում արդեն իսկ դադարեցվել են, ինչի հիմքով եզրակացության ընդունման անհրաժեշտությունը բացակայել է։ 2025-ին ավարտվել են 2024-ին մեկնարկած մշտադիտարկման վարույթները։ 6 դեպքով հանձնաժողովը կայացրել է որոշում։ 3-ը շահերի բախման իրավիճակներում հանձնաժողովին հայտարարություն չներկայացնելու հիմքով համայնքի ղեկավարների նկատմամբ վարչական տույժ է նշանակվել։ 3 դեպքում կրկին համայնքի ղեկավարների նկատմամբ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով ընդունվել են եզրակացություններ։ Դրանք վերաբերել են Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահակալձյանին, Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանին, երրորդ դեպքը վերաբերել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին, ով ըստ էության ներկայացուցչական գործառույթներ է իրականացրել առևտրային կազմակերպությունում, որի բաժնետերեր հանդիսացել են վերջինիս որդիները։ Անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում օրենսդիրը նախատեսում է ամենախիստ պատասխանատվություն, լիազորությունների դադարեցում, բայց քանի որ խոսքը ընտրված պաշտոնյաների մասին է, համայնքի ղեկավարների լիազորությունների դադարեցման հարցով հանձնաժողովը դիմում է ավականուն, որ իրենք քննեն հարցը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը այստեղ օրենսդրական բաց է տեսնում, իրենց եզրակացությունները ոչ միշտ են հանգեցնում պատշաճ արդյունքի։ Չարենցավան համայնքին դիմելուց հետո հանձնաժողովը տեղեկացել էր, որ քննարկման արդյունքում վերջիններս գտել էին, որ բովանդակային առումով խախտում առկա չէ, նույն իրավիճակը ունեցել ենք նաև նախկինում Վայք համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման համատեքստում։ Գուրգեն Մարտիրոսյանի առնչությամբ հանձնաժողովը վարույթը կասեցրել եւ դիմել էր նաև գլխավոր դատախազություն քրեիրավական հատկանիշների գնահատման նպատակով։ Ցուցակված ընկերություններում պաշտոնյաների արժեթղթերի շեմը չի գերազանցել օրենքով սահմանված տոկոսը։ Հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել նաև շահերի բախման դեպքերը։ Դրանք հիմնականում վերաբերել են գնումների գործընթացին։ Այս մասով 2025-ին 13 համայնքապետի, այդ թվում Ստեփանավանի, Ալավերդու, Կապանի ղեկավարների, Էջմիածնի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է վարույթ։ Հանձնաժողովը 25 թվականին շահերի բախման խախտման եզրակացություն է կայացրել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, ընտրություններից հետո իր հետ փոխկապակցված անձին դստեր ամուսնուն համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրելու հանգամանքի պայմաններում նույն դեպքով նաև մեծ հրապարակման հիման վրա հանձնաժողովը այլ սահմանափակման խախտման եզրակացություն է կայացրել արդեն վերջինիս Փեսայի Արսեն Աղաբաբյանի կողմից այս սահմանափակման խախտման դեպքով 2026-ին որ պաշտոնյաներն ու հանրային ծառայողները կհայտնվեն մշտադիտարկման ներքո, կազմը դեռևս հաստատված չէ։ Դրա համար ըստ Խալափյանի հիմք կընդունեն նախկինում չուսումնասիրած անձանց կամ կազմը կառանձնացվի այլ ռիսկային գործոնների ազդակների հիման վրա։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։